Ռեժիսորական հնարք է, թե իսկապես Միրզոյանը քմծիծաղ է տալիս այն պահին, երբ Փաշինյանը Բեռլինում հայտարարում է, որ իր կառավարությունում 90%-ից ավելին հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են։ Մեր կառավարության անդամների 90-ից ավելի տոկոսը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են։ Բեռլինում Փաշինյանը փորձել է համոզել, որ հայ առաքելական եկեղեցու դեմ չեն իր գործողությունները, այլ հանուն եկեղեցու սեփական կանոնների համապատասխանության եւ թափանցիկության։ Ոչ ոք չգիտի, թե մեր եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում։ Ոչ ոք դա չգիտի։ Ինչ գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում։ Ադրբեջանի դեսպանի գերմանացի պաշտոնյաների ներկայությամբ կրկին պնդում է, թե հայ առաքելական եկեղեցու որոշ հոգևորականներ խոցելի են արտաքին ուժերի ազդեցության համար, ակնարկելով նրանց գործակալ լինելու հավանականության մասին։ Եկեղեցու կանոններին չհամապատասխանելու վիճակը հոգևորականներին դարձնում է արտաքին ազդեցության համար ավելի խոցելի։ Փաշինյանը նաև մեր հասարակության արժեհամակարգի էպիկենտրոն է անվանում եկեղեցին, որը սակայն ախտահարված է։ Հնարավոր չէ ունենալ արժեքահեն հասարակություն, երբ մեր արժեհամակարգի էպիկենտրոնը ախտահարված է։ Այս բովանդակության հայտարարություններն է նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հակաեկեղեցական արշավի դրվագներ անվանում։ Հակաեկեղեցական արշավի այս դրվագները Բեռլինում Փաշինյանը հնչեցրել է գերմանացի աստվածաբան ավետարանական եկեղեցու քահանա Մարկուս Մեկկելի հարցից հետո, որում աստվածաբանը պնդում էր, թե հայ առաքելական եկեղեցին թշնամաբար է վերաբերում Փաշինյանի կառավարությանը։ Եպիսկոպոսների հայ աստվածաբան Նիկողոս Հովհաննիսյանը հակադարձում է գերմանացի գոլեգային, հայ առաքելական եկեղեցին թշնամիներ չունի։ Սա հերյուրանք է, բացարձակապես հերյուրանք է։ Եթե այդ մարդիկ ուզում են նույն հարթության վրա դնել իշխանության հանդեպ իշխանությունից պահանջը հրաժարականի եւ թշնամությունը, ապա ես այդ մարդկանց կհորդորեմ, որ մի հատ լավ մտածեն, մեկ անգամ եւս մտածեն։ Հակաեկեղեցական արշավը Հայաստանի սահմաններից դուրս հասցնելու փորձ է անվանում Հովհաննիսյանը Բեռլինյան քննարկումը։ Եթե ուզում են եկեղեցում հարուստ հոգևորականներ, մեծահարուստ հոգևորականներ գտնեն, ապա ես կարծում եմ, որ այդքան էլ անզոր չեն, որ գտնեն այդ հոգևորականներին, բայց միջազգային հանրությանը ներկայացնել հայ եկեղեցու շքեղության մասին, փոխանակ ներկայացնել հայ եկեղեցու հոգևոր շքեղությունը, սա որևէ տեղ չտեղավորվող հարց է։ Փաշինյանը գերմանացիների ներկայությամբ էր պնդել, թե հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներն ամոթալի շքեղության մեջ են ապրում։ Հովհաննիսյանը բարձրաստիճան հոգևորականներից մեկի մասին է հիշեցնում։ Գնաց ոստիկանությունը եւ համապատասխան մարմինները մտել էին Միքայել Սրբազանի առաջնորդարան Շիրակի թեմի, որտեղ ապրում է Միքայել Սրբազանը։ Քանդու քարափ էին արել, ավիրել էին լրիվ, դռները կոտրելով եւ այլն, Միքայել Սրբազանի կեցավայրն է։ Այնտեղ շքեղություն տեսան։ Հնարավոր է Փաշինյանը իր հետ երկու անգամ գրկախառնված Քրիստոսի հայտնության ողջույն փոխանցած Նավասարդ arczepiskopos Կճոյանի շքեղ կյանքից է խոսել Գերմանիայի մայրաքաղաքում։ Նավասարդ Սրբազանն ու մյուս 9 եպիսկոպոսները, որ կաթողիկոսական նոր ընտրություններ են պահանջում, այսօր դժգոհել են, որ Մայրաթորը հետաձգել է եպիսկոպոսական ժողովը։ Իրենք շատ լավ գիտեն, թե ինչի է հետաձգվել եպիսկոպոսական ժողովը, ինչքան որ պատկերացնում եմ, կապված է եպիսկոպոսների չհասցնելու հետ, չեն հասցրել գալ, որոշ եպիսկոպոսներ խնդրել են, որ հետաձգվի։ 10 եպիսկոպոսների նոր հայտարարությունից հետո Փաշինյանը հերթական ռիլն է հրապարակել։ Իրականացնում է 7 պատարագի մասնակցելուց հետո Փաշինյանն արդեն կաթողիկոսական տեղապայի ընտրությունից է խոսում, չնայած վեհապարը ողջ առողջ վեհարանում է։ Կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման process-ի կազմակերպումը։ Այսօր գերմանացի պատմաբանի է հյուրընկալել Գարեգին II-ը։ Միքայել Հեզեմանը ցեղասպանությանը նվիրված Երևանյան գիտաժողովի մասնակիցներից է։ Վեհապարը պատմաբանին ասել է, որ Մայրաթորը պատրաստ է աջակցել հայոց ցեղասպանության վավերագրերը ուսումնասիրելու նախաձեռնություններին։ Ալբերտ Սերոպյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։